մենք առաջիկա ընտրություններում մեր ժողովրդին պետք է խնդրենք շատ բարձր վստահության քվե, դուք մինչև 60% պետք է խնդրենք այդ վստահության քվեն, որպեսզի գնանք առաջ, որպեսզի գնանք հաստատենք խաղաղություն, գնանք խաղաղությունը ինստիտուցիոնալացնենք, ամբողջացնենք, վերջնականացնենք եւ այս բազմամիլիարդանոց ներդրումները գան Հայաստան։ Բազմամիլիարդանոց, ինչու, որովհետեւ եթե հիշում եք, մենք խոսում էինք Nvidia-ի 500 միլիոնի մասին, հիմա այդ 500 միլիոն դոլար արդեն իրականություն է։ Հիմա մենք խոսում ենք Nvidia-ի 4 միլիարդ դոլարանոց ներդրումային պրոյեկտի մասին։ Մենք հիմա խոսում ենք երկաթուղային ենթակառուցվածքի մասին, որը հաստատվի մեր երկրում շատ շուտով եւ Հայաստանը կկապի իր տարածքով ըստ էության արևմուտքը արևելքի հետ, հյուսիսը հարավի հետ եւ Հայաստանը կդառնա կամուրջ այն պարագայում, երբ որ ամբողջ մեր անկախության ընթացքում մենք դուրս ենք եղել բոլոր այդ հաղորդակցություններից, մենք այսօր խոսում ենք Միացյալ Նահանգների հետ համագործակցության մեջ միջուկային էներգետիկայի մասին։ Որտեսմեք դա ինչ է։ Միջուկային էներգետիկայի մասին խոսակցություն Միացյալ Նահանգները ունենում է աշխարհում շատ սահմանափակ երկրների հետ։ Եվ ես հավաստիացնում եմ, որ Հայաստանից շատ ավելի մեծ, Հայաստանից շատ ավելի հզոր պետություններ հաստատ շատ կուզեին, որ Միացյալ Նահանգների հետ նման խոսակցություն ունենային, ինչ մակարդակի մենք ունենք։ Մենք այսօր խոսում ենք ռազմական համագործակցության մասին։ Միացյալ Նահանգները աշխարհի շատ քիչ երկրների է զենք վաճառում։ Մեզ վաճառում է։